30 տարեկան կամ փոքր-ինչ անց է 90-ական թվականներն էր։ Մի հաշվապահ ունենք, իմ 2 տարիքին էր, 60-60-ն անց էր։ Մի օր հանկարծ ասաց. «Ինչի՞ չես գալիս մեր ժողովներին»։ Պարզեցի, որ Դաշնակցության անդամ է, այդ կուսակցությունն էլ ինչ-որ սովորույթ ունի ժողովներ անելու, հավանաբար բոլոր կուսակցություններն են անում։ Ինքն էլ դարձել էր այդ կուսակցության անդամ և ինձ էլ հրավիրում էր դառնալ կուսակցական։ Քաղաքավարի հրաժարվեցի, բայց անչափ զարմացա, որ այդ մարդը այդ տարիքում դարձել է կուսակցական։ Ես դեռ այն ժամանակ 30-30-ն անց մտածում էի, որ ինձ համար որևէ կուսակցության անդամ դառնալը արդեն ուշ է։ Մտածում էի, որ մարդը պատանի հասակից պետք է համակրի որևէ կուսակցության, երիտասարդ հասակում դառնա անդամ։ Նմանատիպ հետաքրքիր մի բան նկատում եմ աղանդներում։ Երևանի փողոցներում հանդիպում եմ 60-70 տարեկան մարդկանց, կին, տղամարդ, որոնք Աստվածաշունչը ձեռքներին ընկած փողոցները քարոզում են, ամենայն հավանականությամբ որևէ աղանդի անդամ են և ամենայն հավանականությամբ հենց նոր էլ դարձել են այդ աղանդի անդամ։ Փաստորեն դուրս է գալիս, որ մարդը կարող է 50, 60, 70 տարեկան դառնալ և ձևավորված աշխարհայացք չունենալ։